Վերադարձանք, ինչպես խոստացել ենք սիրելիներս, շտապ ենք արդեն ներկայացրենք մի շատ գեղեցիկ ընտանիքի, մենք արդեն փակագծելությունից բացել ենք, քանի որ մեր հեռուստատողների հետ գաղտնիք չունենք։ Մեր տաղավարում է պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը, գեղեցկուհի երգչուհի Ռիփսիմե Էլինյանը, բարի լույս։ Եվ իմ գործընկեր, որ արդեն մեծ ջաջա է դարձել, այսպես իսկական տղամարդ Ալբերտո Դանիելյանը, բարի լույս Ալբերտո, բարի լույս Դանիելյաններ, ո՞նց եք։ Լավ ենք, ամեն շատ լավ է, բարձր տրամադրությամբ, բարձր տրամադրությամբ հաճելի կիրակյան եք մեզ։ Հաճելի կիրակի ենք եկել։ Ինչպես են սկսում բայց ձեր շաբաթ կիրակիները։ Արդյոք հաճելի են։ Ես մի փոքր ասեմ, որ շաբաթ կիրակին դա հարաբերական հասկացություն է, որովհետև շատ հաճախ լինում է մեզ մոտ օրինակ ինչ որ ուրբաթ, որը դառնում է մեր կիրակին կամ ինչ որ երկուշաբթի, որովհետև աշխատանքի բերումով շաբաթ կիրակի օրինակ շաբաթը 7 օր Գրիգորը աշխատում ես չունեմ։ Իսկական հայ տղամարդ, հանգստյան օր չկա, աշխատենք, հանում ընտանիք։ Բայց որոշել ենք, որ այսուհետ արդեն հասկանանք, թե ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Ամեն տարի որոշում է ինքը, ասում է, չէ, ամեն տարի չէ, ամեն երկուշաբթի, ասում է, մի շաբաթվանից ես գալու եմ ժամը 7-ից, արդեն տան եմ լինելու, եւ շաբաթ կիրակի, դե շաբաթ օրը մեր մոտ միշտ դաս է լինում մեր դպրոցում, բայց կիրակի օրերը ասում է, կազատեմ ընտանիքով ինչ-որ տեղ կգնանք, բայց չի ստացվում։ Մեր մոտ Ռիփսիմեջան կարողը ցանկությունն արդեն կա, դա արդեն մենք կարողացանք նախորդ կիրակին, այո, շատ շնորհակալ։ Լավ, տանը ով է ամենաառաջինը արթնանում։ Ռոբերտոս 7-ից 20 արթնանում է, դե ես բնականաբար իր հետ եմ արթնանում, հետո պապիկը իրան տանում է դպրոց, ու այդպես հաջորդը Գրիգորն է, Ալբերտոն, ես մի հատ նորից քնում եմ Ռոբերտոն։ Հայտի շատ Ռոբերտոն որ ճանապարհում եք։ Այո։ Բայց ով ավելի շատ սիրում քնել տանը։ Ես։ Մեր տան արջով է։ Խնդրեմ։ Ես ժամը 9:30 եմ դասի, իրականում, բայց ես միշտ ուշանում եմ, չեմ կարող։ Ամաչում ենք արթնանում ես 9:01։ 9:30, արթնանում եմ նոր։ Արթնացնում ենք։ Բայց նկարահանում չէր ուշանում, միշտ պունկտուալ գալիս էր ճիշտ մի քիչ շուտ։ Չէ, դե որ նկարահանում եմ։ Չէ, որ գործ անում։ Դե ոյ դաս չէ նկարահանում։ Եղբայրներն իրարից տարբեր են, ոնց հասկանում եմ։ Շատ։ Որտեղ են նրանց տարբերություններն ու որտեղ են նմանությունները։ Դուք ասեք ես կասեմ, չէ, համցնաբեր ենք կարճ կոնկրետ կասեմ, պունկտուալության տեսանկյունից Ռոբերտոն պունկտուալ է ծնվել, ընդհանրապես ինքը ծնվել է պունկտուալ, ինքը գիտի իր ժամերը, ինքը գիտի իր դասերը, ինքը իր ապրանքի տերն է, երբեք չի մոռանում, երբեք չի մոռանա իր ապրանքները, երբեք սխալ ժամի չի ինչ որ մի տեղ գնա եւ այլն, այսինքն եթե 5 րոպե ինքը դպրոցից ուշացա, ինքը գալիս է արդեն շատ նեղված, ասում է ես այսօր ուշացել եմ, հաջորդ օրը արդեն ինքը ավելի շուտ է արթնանում, բայց ինքն է արթնանում, մենք չենք արթնացնում։ Ռոբերտոն շատ պերֆեկցիոնիստ է, ասենք, եթե այս բաժակը սենց է միշտ, պետք է միշտ սենց լինի, եթե սենց եղավ, մեծ կռիվ է տանը, ինձ քաշել իրականում շատ վատ է։ Չէ, պետք է սենց լինի, չէ։ Իսկ ես որ միշտ սենյակս գալիս եմ սենց շորերս մի կողմ բան, հանգիստ, ես իմ համար սիրում եմ, որ հանգիստ չհավաքվեմ, որ սենց հանգիստ ռելաքս ռեժիմի մեջ մի հատ անուն, որը կոչվում է փնտի։ Չէ, դե ավելի թափթփվածություն թե մի փոքր թափթփվածություն կա։ Ստեղծագործական այո տաղանդ ունեցող մարդկանց միշտ բնորոշ է, չէ՞, թափթփվածությունը, ստեղծագործական թափթփվածություն են ասում։ Այո։ Հետևաբար Գրիգոր Ալբերտոն Չգիտեմ։ Ո՞, տեսեք, ինքը խոսում է Ալբերտոից, բայց ինքն էլ է այդպես։ Ես մենք կիսել ենք, Ռոբերտոն ու ես մենք շատ նման ենք։ Իրանք իրար են նման։ Դե իհարկե Ալբերտոն ավելի գերազանցել է Գրիգորին, բայց գենը Իսկ Ռոբերտոն ինչ հետաքրքրություններ ունի։ Մենք վստահ ենք, որ ինքը այսպես մեզ նաև հետևում է։ Մենք ողջունում ենք քեզ։ Ռոբերտոն չվերեցի, որովհետև մտածում է տեղ չի լինի։ Փոքրին բնորոշ մի բան, միշտ ընտանիքով գնում են միտեղ ու մտածում են, որ տեղ չի լինի։ Ընտանիքում իրականում բոլոր երեխաները ծնվում են իրենց բնավորությամբ, բնականաբար ծնողից գենը աշխատում է, բայց ամեն երեխա ունի իր բնավորությունը եւ յուրաքանչյուր երեխա պահանջում է իր առանձնահատուկ դաստիարակությունը, ինդիվիդուալ։ Իսկ չես կարող նույն ձև դաստիարակել օրինակ մեկին եւ նույն կերպ դաստիարակել մյուսին։
Շատ տարբեր մոտեցումներ ա։ Բայց հետաքրքրությունները դեպի ո՞ր կողմն է Ռոբերտոյի։ Ռոբերտոն իրականում շատ սիրում է սովորել, շատ սիրում է մաթեմատիկա, բայց ինքը արդեն 9 տարեկան կլինի շուտով, ինքը այս 8 տարվա ընթացքում մենք ինչքան որ իրան ուզեցել ենք նկարենք ինչ-որ միտեղ, ինքը լացել է ու մենք էլ տատիկ պապիկի նման ասել ենք՝ «Լավ, մեղ կա օգնում է, չի սիրել»։ Սենց ստիպելով տարել ենք նկարահանումների, բայց մի քանի ամիս առաջ ասեց ես, ասում եմ դուք ինձ վիրավորել եք ամբողջ կյանքս։ Դուք ինձ մի հատ խոսքով դեռ չեք տվել։ Ես միշտ հետևի ֆոնում կանգնած եմ, ասում բայց դու չես ուզել, ասում եմ հիմա ինձ տվեք ես կսովորեմ։ Հիմա սկսել է սիրել։ Իսկ Ալբերտոին չէինք հարցնում այս խեղճ երեխուս, ինքը ուզում էր թե չէ։ Ինքը ուզում էր։ Ինքը կարար, բայց կաներ։ Տենց է։ Չենք հարցնում ուզում գնա։ Ինքը զոմելա բեմում ա եղել, ինքը չի հասկացել կարանտի, թե բայց Բայց անկեղծ հիմա կա հնարավորություն անկեղծանալու ծնողների հետ նաև մեր ներկայությամբ հաշվառնելու որ անկեղծ տաղավար առող լուսովի կենդի տաղավարը։ Արդյոք դու այնչով որ հիմա զբաղվում ես, քո սրտով է դա։ Դե ես հիմա մատ ուրիշ ցած ուղղվածություն եմ բռնել, դերասանությունից բացի նաև երգում եմ։ Այդ գիտենք։ Ու ոնց որ ավելի շատ այս պահին դեպի երկարվեստը ավելի շատ է։ Հա, երկարվեստը ավելի է ոնց որ sense ձգում, բայց դերասանությունը էլի մնում է իմ ամենասիրած մասնագիտություններից մեկը, որ ես դրանով պետքա զբաղվեմ անպայման, էլի։ Բայց հիմա ավելի շատ կենտրոնացած եմ երկարվեստի գծով։ Իսկ երկի նկատմամբ երբ սերեցանվեց։ Թե միշտ եղել է։ Ճիշտն ասած, ես էլ չեմ հասկանում երբ եղավ այդ ամեն ինչը։ Անկնկալ եղավ իրականում մեր համար։ Առավոտը արթնացա, տենց մի հատ ընկեր ունեի, ինքը տենց երգ էր հանել։ Ասացի արի իրար հետ մի հատ երգ հանենք։ Ուղղակի է։ Ու տենց արեցինք ու սկսվեց տենց ամեն ինչը։ Այդ рэփը ոնց ինչի հենց рэփ ուղղություն։ Դե մեր այդքան էլ рэփ ուղղություն չի, մեր տենց հիփ-հոփ, չգիտեմ, կարելի ասել սիրային рэպեր բան, այսպես։ Հա, մելոդիա կա կարևորը մեջ էլ, ինքը տենց մեղեդային рэփ չէ, մեղեդային։ Ակունքը միևնույն рэպն է, բայց նախահայրը եւ տենց ֆունդամենտը բայց իրանք գրում են բառերը, այստեղ ամենակարևորը նա որ իրենք երաժշտությունն էլ, այսինքն քանի որ մելոդիկ ուղղվածություն կա մեջը, համ երաժշտությունն են գրում, համ գրում են բառերը, խոսքերը աշխատանք են կատարում ստուդիայում հավաքվում են նստում են գրում են չգիտեմ արանժիրովկա եւ այլն իրենց ընկերների հետ միասին պրոցեսի ամբողջական մասնակցություն են ունենում եւ այդ շատ լավ է այսինքն ու իրանց նախաձեռնությամբ է այս ամեն ինչը մենք բացարձակ պատկերացրեք ժողովուրդ չենք էլ պատկերացրել որ նմանատիպ բան կարա լինի որովհետեւ ինքը գալիս էր ասում էր ես գնում եմ ստուդիա մենք ձայն երկեր ենք ձայնում ասում օքեյ մենք չենք վերաբերվում ոչ մի կերպ այդ երևույթին ու մեկ էլ մի օր բերեց մեկ երկ երկու երկ այն ժամանակ հայերեն լեզվով հիմա արդեն ռուսերեն ասում է իրանց այդ գործերը մենք YouTube-ում երբ որ տեսանք 10 միլիոնով դիտումներ բան նոր այդ ժամանակ հասկացանք որ ինչ որ լուրջ է Հիմա ավելի ռուսերեն լեզվով ստեղծագործում են ռուսերեն լեզվով նպատակը ռուս աուդիտորիային ներկայանալ նա մենք էլ ունենք պայմանավորվածություններ ռուս պրոդյուսերների հետ եւ շուտով երիտասարդներին կտեսնեք արդեն ռուսական այսպես ասած շուկայում հարթակներում մենք ուրախ ենք թող այդպես անի Բայց դե բնական է որ գործը Ռուսաստանում կլինի, բայց ես չեմ ուզում էլի Հայաստանից դուրս լինեմ, հա։ Մենք պայմանավորվածություն ունենք, որ մենք կարող ենք մեր գործունեության շրջանակները լայնացնել, կարող ենք աշխարհագրությունը մեծացնել, բայց մեր գլխավոր նպատակը ապրելու եւ ստեղծագործելու դա մեր երկիրն է։ Ես նույնիսկ ասել եմ Ալբերտոին, որ ինքը փորձի, ասում եմ, արի գնանք Ընտրենք Ամերիկայի որ կգնանք շուտով մեկնելու ենք երբ որ կգնանք փորձի այնտեղ մի հատ ստեղծագործից տես որ տարբերությունը ինչքան մեծ կարա լինի էլի ամեն դեպքում մենք հաջողություն ենք մաղթում ուզում ենք որ ոչ միայն ռուսական հարթակները աուդիտորիան նաև Միացյալ Նահանգներում մեծ հաջողությունների հասնես այդ ժամանակ կարծում եմ բոլորս կսկսենք շատ լուրջ վերաբերվել այն ինչին ինչով որ դու զբաղվում ես ես վստահ եմ կհասնեմ որովհետև շատ է սիրում Վստահաբար, օրեր առաջ նշեցիք 17-ամյակը ձեր ամուսնության։ Այո։ Արդյոք ուզում ենք շնորհավորել։ Շնորհակալություն, մեր երիտասարդը չնայած նրան, որ չափսերով մեծ է, բայց 16 տարեկան է։
եւ մեր ամուսնության 17-րդ տարին է, տարեդարձներ եւ այդ առիթով մենք մտածում ենք 17 տարի առաջ որոշեցինք հիշել մազերս խնդրում եմ այդ ժամանակ մոդել գնահատեք խնդրում եմ Ալբերտային հետաքրքրում է ինչա մազերը մի փոքր հիշենք այդ սիրո դերեցիկ մենք ճիշտ ասած մտածում էի ինչ կարելի է ինչ որ հետաքրքիր անակնկալ որ մեր այդ հարսանեկան օրվա հետ կապված կլինի մտքովս անցա որ կարելի է երգ գրել ես ճիշտ ասած շատ եմ սիրում երաժշտություն անկեղծ ասած մենք ունենք մի քանի երգեր տասնյակ տենց երգ ունենք որ որոնցից մեծամասնությունը ինքս եմ գրել թե երաժշտությունը եւ թե բառերը խոսքերը եւ այս անգամ էլ ոնց որ որոշեցի ստեղծագործել եւ գրել երգ որը ամուր սիրո մասին է քարի պես ամուր է սերս այդպես է կոչվում երգը եւ այլ երկար բարակ չմտածեցինք ինչ անենք այդ երգի հետ կապված մտածեցինք որ լավագույն տարբերակը այդ երգը քանի որ հենց նվիրված է մեր ամուսնության 17-ամյակին տեսահոլովակը հավաքենք հենց մեր արխիվային կադրերից եւ հարսանիքը նայեցինք հարսանիքի ճիշտ ասած երկար տարիներ չենք որ հարսանիքը մեր նայեցինք վերջի անգամ երբ եք դիտել մի քանի տարի առաջ շատ շուտ էր բայց շատ հավես է վերջերս մեկնել ենք հանգստի այդ հանգստի ես միշտ հետս տանում եմ էլի իմ նոթբուքը բացեցի նայեցինք վերհիշեցինք տենց հուզվեցինք դիսկի վրա պատկերացնում եք ինչ երկար էր այդ ամեն process-ը նայում ենք երկար գնում ենք ճանապարհը մի 10 րոպե ասենց շատ հետաքրքիր է բայց լավ է որ մնացել է ինչ անակնկալ էին պատրաստել Ռոբերտոն ու Ալբերտոն եթե պատրաստել էին ոնց են ձեզ շնորհավորել դուք ինչ մտածեցիք դե Ալբերտը վերա սենց ասեմ վերջում կադր կա 17 տարի անցի կադրը ես եմ նկարել Տենց ոնց որ նվերելի վերջին վերջին կադրը Ալբերտոնին ենք վստահել որ նկարել իսկ Ռոբերտոն տեքստ ունեցավ այդ օրը ինչ որ մի տեքստով հանդես կար որ բարեմաղթ Ռոբերտոն ինքը շատ ջերմ ինքը մի ուրիշ ձևի երեխա է ինքը ամեն օր ասում է որ սիրում եմ ձեզ ինքը ամեն ինչը շնորհավորում է ինքը ամեն ինչը գիտի իր մոտ նշումներ անում ինքան ջերմ է որ չգիտեմ պարտադիր բոլոր առիթները գիտի ամեն օր ասում է ես երջանիկ եմ որ ծնվել եմ նաև հանրապետության նշվող տոները պարտադիր ինքը ամեն ինչ գիտի եւ գիտի իր դասարանի բոլոր երեխեքի ծնունդների օրերը մեր բարեկամների մեր պլանավորում է իր ծնունդը ինքնից տակիր է ասենց ուրիշ այդ մասով էլի որ ինքը միշտ հիշեցնում է որ ես շուտով էս ինչն է լինելու շուտով նոր տարի է ինչ ենք անելու նոր տարում շուտով մարտի 8 է ես ինչ եմ նվիրելու մամային շուտով էս ինչ է ինչ ենք անելու ինքը դրա մասին միշտ խոսում է էլի որ էս ծնունդս որտեղ ենք անելու ինքը արդեն պլանավորել է իր նախորոք է պետք այո Ռոբերտը այդ ամեն ինչ պետք է նախորդ եթե պետք է պայմանավորվել նախորդ մի քանի ամիս առաջ շուտ պետք է գրաֆիկի հանգար չխանգար Ալբերտոնը շատ այսպես ասած հետաքրքիր է օրինակ որ տարիքից գիտակցիր որ քո հայրիկն ու մայրիկը հայտնի մարդիկ են եւ նրանց ճանաչում են բոլորը իրականում որպես այսպեսին ես մինչև հիմա չեմ ուզում գիտակցել այդ ամեն ինչը բացատրեմ ինչի համար որովհետեւ օրինակ լիքը մարդիկ կան որ ասում են օրինակ դու քեզ չես պահում նենց ոնց որ Գրիգոր Դանիելյանի տեղն ես ես չեմ ուզում տենց բան ես հայ Գրիգոր Դանիելյանի պապան է всё ինքը իմ պապան է այդ շրջանակներում եմ ես իրան ճանաչում սենց ասեմ ու տենց բացի դրանից որ ուրիշ կողմ չեմ նայում հա էլի որ գիտեմ այդ ամեն ինչը գիտակցում եմ բայց ես ավելի շատ ուզում եմ որպես պապա մաման այլ էլի իրանց տենց չեմ նայում իր ցավոտ թեման է ինքն է ատոմա որ ինչ որ միտեղ կարա լիքը տեղեր եղել է որ ասել ենք տեղ զգուշացրու որ ինչ որ մի բան ավելի արագ լինի երբեք չի ասում եթե իրան չճանաչեն ինքը չի օգտվում առիթից դեպքեր չեն եղել որ բացարձակ ինքը այդ ինքը չի սիրում տենց նույնիսկ նայում ասում հայ պրոդյուսերը ինչի չերես պապա եկել
իմ մոտ։ Ես կուզեի, որ իմ համար գար, ասենք, բայց դու նոր ես այդ շուկայում։ Ու շատ դժվար է Ալբերտոն այդ շատ ծանր է տանում, բայց հակառակը Ռոբերտոն ինքն էլ ամաչում է Ռոբերտոյի համար, ամեն անգամ բերում մոտուն ասում, խայտարանք եմ եղել, ես չեմ գնալու ոչ մտեղ։ Գնում եմ բոլորի մոտ ասում, դուք գիտեք ես ում տղան եմ։ Ինքը միշտ ասում է։ Ինքը սիրում է այդ ասի, բայց ես ասեցի, որ դու այդ տղան եմ ասեցին ոնց, նկարվեցին իմ հետ, ինքան մամա ես գետին եմ մտել ամոթից, ասում կարմրի լեյ չգիտե ինչ անեի, տարբեր են։ Ռոբերտոն շատ ճիշտ է անցալում կյանքը։ Այդ առումով հաստատ եմ քեզ ասում, դոկտորի արդյունքում եմ, որ իրականում ամեն ինչ գալիս է նրանից, որ ինքը ուզում է ինքնուրույն ինչ որ մի բանի հասնի։ Ես միշտ ասում եմ դրա մասին, որ մեր եկող սերունդը, այսինքն մեր երեխաները պետք է գերազանցեն մեզ, որպեսզի մենք հաղթած դուրս գանք, կյանքին հաղթենք, որովհետև եթե մեր երեխաները մեզ չեն գերազանցում, դա նշանակում է, որ մենք ուղղակի կամ բալանսը պահեցինք, կամ ռեգրես ապրեցինք։ Մեզ շատ կարևոր է, որ պրոգրես լինի, իսկ պրոգրեսը դա սերնդի գերազանցելն է նախորդ սերնդի։ Երեխաներին պետք է տալ ազատություն, երեխաների կարծիքը պետք է լսել։ Մենք միշտ Ալբերտոն կփաստի, որ մենք միշտ իր կարծիքը շատ նույնիսկ փոքրուց շատ կարևորել ենք իր կարծիքը։ Իսկ դու ինչ կարծիք ես։ Այս ինչ բանը որ մենք անենք, նույնիսկ կենցաղային թեմաներով, չգիտեմ։ Ուզում ենք ենթադրենք մեքենա գնել, տուն գնել կամ չգիտեմ ինչ անել, գնալ այս ինչ տեղը հանգստանալ։ Դու ինչ կարծիք ես։ Այսպես անենք, թե այնպես անենք։ Որ գույնը ընտրենք։ Այս գույնը թե այն գույնը։ Գուցե լավ է, չէ՞։ Իրանց դուր չի գալիս այդ բանը, ինչ որ բան դուր չգա, եւ դա նույնպես կարծիք է, որովհետեւ ընտանիքի լիարժեք անդամ են համարվում երեխաները։ Ես ոնց կուզեմ տենց կլինի, այդ տարբերակով չեն գնում, էլի։ Երեխաները ինչ հոսք շատ բան են փոխել վստահաբար ծնողների կյանքում, դա այդպես է, դա փաստ է, դա չի քննարկվում նույնիսկ։ Բայց հետաքրքիր է 17 տարիների ընթացքում ձեզ մոտ երեխաներին որ մի պահ դնենք մի կողմ։ Շատ բան է փոխվել, թե ոչինչ չի փոխվել։ Նույն սերն է, ամուր սերն է։ Ես մի բան ասեմ, ես ամեն տարի երբ որ գալիս է մեր մի տարի էլ անցա, մի տարի էլ ես միշտ ասում եմ, ինչ տխուր է, որ մենք օրինակ հենց երեք նորից խոսակցություն ունեցել, ասում եմ, ինչի 18 տարեկանից մենք չենք հանդիպել իրար, որովհետև մենք այնքան շատ ենք իրար սիրում, որ այդ երջանկությունը ես կուզեմ, որ ավել ապրեմ, ավել ապրեի, շուտ ծանոթանայինք, ավել միասին ժամանակ անցկացնենք եւ մեր իրար հետ կյանքը դա ամեն վայրկյանը երջանիկ, ես չգիտեմ, ես առանց Գրիգորի չեմ պատկերացնում, առանց երեխաների։ Տեքստերը ասում եմ էլի։ Դրա համար ասեմ պետք է առողջ լինել։ Նույնը, այդ ամեն ինչը փոխադարձ է, իրականում մենք միասին շատ դժվար ճանապարհ ենք անցել, թե կյանքի, թե ստեղծագործական, թե տարապես դժվար ճանապարհ ենք անցել ու այդ ամեն ինչը հաղթահարելով մեր սերը, մեր հարաբերությունները շատ ավելի հնարավորինս ավելի ամրացել է եւ չեմ կարծում որ որևէ բան կարող է խանգարել որ այդ հարաբերությունները այդ կարծր հարաբերությունները փշրվեն այսպես ասած մենք հենց կակրած երեկոյան որ խոսում ենք դրա մասին այդ որ ասում ինչի 18 տարեկանից մենք իրար չենք հանդիպել մենք իրար երկար մենք 24 տարեկան ենք հանդիպել ոնց եք ծանոթացել պատմեք մեզ մենք ծանոթացել ենք բազա համայնքական երիտասարդական հավաքի ժամանակ եւ դրանից ուղիղ 1 տարի անց մենք ամուսնացել ենք մեր ծանոթությունից 1 տարի անց մի 8 ամիս անց մեր նշանադրությունն է եղել եւ եւս 6 ամիս ենկոմ տարի 2 ամիս կարճ ասած կարևորը ծանոթության վրա շատ ժամանակ չեք ծախսել ծանոթության կազմելու համար 1 տարի շատ արագ ծանոթացել ենք ճանաչել ենք իրար որոշում ենք կայացրել ինչեւ չեք ճանաչում չէ չենք ճանաչում միմյանց իսկ որ առաջին անգամ հանդիպեցիք ինչպիսն էր կարծիքը դա սերերը առաջին հայացքից մեր հանդիպումը մի քիչ ուրիշ շատ հետաքրքիր է եղել, որովհետև բազայում իրականում Գրիգորը այդտեղ ես Կարմիր ճակատի գեղարվեստական ղեկավարն էի
Ես նոր եկել ծառայությունից արդեն ավարտել էի բանակում ծառայությունս եւ դրանից անմիջապես հետո առաջարկ եմ ստանում, որ գեղարվեստական ղեկավար ներկայանամ բազայում գնում եմ այնտեղ, ռիփսում են այնտեղ ջոկատներից մեկի անդամն էր, այնտեղ երգում են, պարում են մշակութային տարբեր միջոցառումներ։ Կարճ ասած, մշակութային այդ մասով մենք բավականին շփում ունեցանք, բայց 10 օր ես ինքը ես քանի որ գործի մեջ մի քիչ բանա ուրիշ ձև եմ, էլի, երբ որ ես աշխատանքի մեջ եմ, իմ մոտ փակվում են բոլոր տեսակի, որպեսզի աշխատանքի եւ զգացմունքային զգացմունքները եւ ամեն ինչը փակվում է, որպեսզի կենտրոնանամ աշխատանքի վրա, որ աշխատանքը հնարավորինս լավ անեմ, մանավանդ այդ ժամանակ լավ հիշում եմ, որ ես մենակ էի ու 32-ի բոլոր տղաները մյուս բանից էին ու ես մենակ ու ես ամեն ինչ պետք է անեի, որ հաղթեի, բայց հաղթեցի ամենահետաքրքիրը էր։ Հա։ Ու դες մրցույթային բան էր խոսքով։ Վերջի օրը մենք արդեն երբ որ վերջացավ եւ բացվեց բոլորս մի քիչ գինովցանք, նոր արդեն այդ ժամանակ զգացմունքները տեղի տվեցին։ Այսպես է եղել մեր ծանոթությունը, դրանից հետո քաղաքում հանդիպել, շփվել եւ այլն որոշում կայացնել եւ այդպես Գրիգորը ինձ բաց չթողեց, ես շատ ուրախ եմ։ Ոչինչ չի փոխվել 17 տարիների ընթացքում։ Այսինքն դեպի լավը, գնացել է դեպի լավը, ավելի ամրացել է, ավելի, այսինքն մենք հետո մի բան ասեմ, հետաքրքիր, մենք չենք վիճում։ Չենք վիճում, ընդհանրապես օգնում իրարից։ Ընդհանրապես չեք վիճում։ Ոչ մի թեմա չկա վիճելու։ Մեկ տենց խոսակցություններ, բայց խոսակցություններ զուտ։ Ալբերտոն էլ է մեկ հարցնում, ասում է, բայց ո՞նց չեք վիճում, ասում է, չգիտեմ, ես կուզում որ իմ ընտանիքն էլ այսպես լինի, որ մենք չկռվենք կնոջս հետ, միշտ խոսում ենք, էլի։ Ասում ենք, լավ, ինչի համար կռվենք։ Կարամ մեկ որ ուշանանամ, որ ինքը միշտ ես գրում է, որ ինքը ինձ սիրում է, կարող է մի քիչ ուշացնի գրեմ, ինչ ա եղել, որ չես գրում։ Այդ կարող է նեղանալ թեթև։ Հա, տենց ֆուջուր բաների վրա։ Մանր մուներ դե դրանք է չլինեին ախր։ Հա, դրանք, բայց որ ասենք վիճենք, բան, տենց ինչ-որ գաղտնիք իմ կարծիքով սերն է, ճիշտ եմ հասկացել։ Հա, ու փոխադարձ հարգանքը, փոխադարձ վստահությունը, փոխադարձ սերը, չգիտեմ, այդ մենք կարող ենք իրար հետ գնալ հանգստանալու, օրինակ մարդիկ որ ասում են, ես չգիտեմ, էլի չեմ հասկանում, դա ասում եմ, ո՞նց եք դուք իրար հետ երկուսով հանգստանում, եթե չեք հոգնում իրարից կամ երեխեքն էլ չկան, ինչ եք։ Հիմա լավ, ժամերը խոսենք։ Հիմա մի հատ բան ասեմ։ Մենք մինչև երեք գիշերը, այսօր գիշերը, մինչև գիշերվա ժամը 3-ը խոսացել ենք իրար հետ։ Եկել ենք, պարկել ենք, որ քնենք, խոսացել ենք մինչև ժամը 3-ը ռադիոն միացած ես խոսում եմ, ինքը խոսում, ես խոսում, ինքը խոսում, մինչև ժամը 3-ը խոսացել ենք։ Շատ բան։ Նույն տեղը աշխատում ենք, մենք միասին ենք աշխատում։ Ես էլ ուզում հասնել, աշխատանքը միասին աշխատանք, առօրյա միասին է, տանը ինչպեսին եք իրար, բայց տանն էլ է շարունակվում փաստորեն։ Աշխատանքը։ Դե խոսալը, շփվելը առօրյա շատ հարցեր կան, կենցաղային եւ աշխատանքի հետ կապված, երեխաների ապագայի հետ կապված։ Մի միլիոն հատ հարց կա, որի մասին որոնք որ անվերջանալի թեմաներ են, որոնց մասին պետք է խոսել, վերլուծել, հասկանալ, գտնել լավագույն լուծումը, որովհետև եթե չես գտնում լավագույն լուծումը, այսինքն եթե ես ինքս իմ մտքերով լինեմ, ինքը իր մտքերով լինի, չկիսվենք իրար հետ, չխոսենք, չպատմենք, ես sense բան եմ մտածել, ես էլ sense բան եմ մտածել, ես էլ անընդհատ մենք պետք է իրար ասենք ամեն ինչը, ինչ որ եղել է, ինչ որ պետք է անենք եւ ինչ ընդհանրապես պլանների վերաբերյալ որպեսզի այդ ամեն ինչը ուրվագծվի, այսինքն ապագան ուրվագծվի, ինչ ուր ենք գնում։ Մի խոսքով երջանկությունն է սիրով ընտանիք ունենալը, չգիտեմ, ես ինքն շնորհակալ եմ Աստծուն, որ Գրիգորի իմ կյանքում կա, Ալբերտոս, Ռոբերտոս, չգիտեմ, իրանք է տեսնում են այս ամեն ինչը ու տղա են, շատ կարևոր է, որ բարձա չէ, որ ամուսնացան, պետքա իրանց կողքի կնոջը սիրեն, հարգեն։ Չէ, Ալբերտո ջան։ Ոնց երեխաները մեզ չեն լսում, իրանք մեզ տեսնում են։ Ով ավելի խիստ։ Դե որ ճիշտն ասեմ, մաման։ Որովհետև ասենք լիքը հարցեր կա, օրինակ
ես Այո, շատ սրտից մոտ եմ ամեն ինչը։ Ասում այս տեղն եմ գնում, ասում ո՞նց է տեղը։ Գնում եմ, ասենք պանիկան էլի։ Օրինակ ասում եմ գնում եմ ընկերոջս չէ։ Կամ ընկերոջս ծնունդ եմ գնում գիշերը շնորհավոր եմ ու գամ։ Ասում ժամը 12-ին դե այնտեղ պետք է լինենք, ասենք մի ժամ ու կես կնստենք, հա, ասենք բան։ Շնորհավորել տրամադրություն ես կոմենտ հետ կգամ ժամը 2-ին տունը կլինեմ։ Չէ, բան զանգում եմ papayin, ասում եմ պապ գնում եմ տղեկից մեկի ծնունդը շնորհավորում, ասում եմ գնա։ Հա, ասում եմ ինչ ես թողում այդ ժամին, բան, ասում եմ նորմալ է տղա է թող գնա։ Ես մի քիչ Վերմոտ հագարած։ Ալբերտոյի հանդեպ շատ խիստ եմ եղել, շատ պահանջկոտ ու խիստ եմ եղել, ճիշտ ասած, շատ ահավոր։ Բայց հիմա ես հասկանում եմ, հիմա երբ որ հիմա արդեն մեծ գիտակից է, գիտի սահմանները, որոնք որ ես իրան ասել եմ, գծի քո սահմանները, հարաբերությունների, փոխհարաբերությունների, ընկերական հարաբերությունների սահմանները, իմացի որտեղ ինչ ես անում, ում հետ ինչ ես խոսում եւ այլն, այսինքն ամեն ինչը շատ կարեւոր է, չստելը, տղամարդ լինելը, տղա, այսօր կա այդ խնդրեմը աշխարհում տղամարդ լինելը, հա։ Հիմա ավելի է շատացել եւ ակնհայտ դարձել, դրա համար ես իրան բոլոր այդ տղամարդկային շատ կարեւոր հատկությունները, որոնք որ պետք են ճիշտ տղա մեծանալու, դրել եմ իրան մեջ եւ ինքը դրանով է շարժվում։ Եւ որպես տղամարդ ինքը պետք է կայանա։ Յուրաքանչյուր հոր կարևորագույն գործառույթներից մեկը այն է, որ իր տղամարդ մեծանա ճիշտ, ու հենց այդ պահին, որ ինքը հիմա տղամարդ որպես ձևավորվում է, ես չպետք է խանգարեմ իրան։ Ինչ նորություններ ունենք առաջիկայում։ Ինչ նախագծեր սպասենք։ Առաջիկայում շատ նորություններ ունենք։ Արագ ասենք։ Ինչ ասեմ, մենք վերջերս դե մոլորված ֆիլմը արդեն հրապարակեցինք, այսպես ասած, եւ կինոթատրոններում հիմա եւ արժևում նաեւ ամանորը եւ շատերը արդեն որպես ամանորյա ֆիլմ, որ ասում են ինչի եք հոկտեմբերին հանել, հիմա արդեն ժամանակն է, որ ամանորը գալիս է մոլորվածը ֆիլմը դիտեն։ Մենք նկարահանել ենք Full House գեղարվեստական ֆիլմը, որը հունվարի 29-ին պրեմիերան կլինի։ Նախապատրաստվում ենք դրան, որովհետև post production-ի այդ աշխատանքները, մոնտաժային աշխատանքների վրա բավականին ծավալուն աշխատանք ունենք անելու։ Դեպի ճամբարն ենք նկարահանել։ Դեպի ճամբարը, որը էլի հետաքրքիր 5-րդ եթերաշրջան ունենալ, որը հետաքրքիր էլի բավական ուսուցողական եւ հետաքրքիր պատմություն կա, արդեն մտածված եւ սցենարը արդեն ինչ-որ չափով սինոպսիսը կա։ Եվ մեր դպրոցի համերգներին ենք պատրաստվում։ Եվ պատրաստվում ենք նաեւ, քանի որ տարեվերջին մեր դպրոցը միշտ ունենում է ամեն տարի համերգային տես ներկայացումներ, պատրաստվում ենք ներկայացման, հենց հիմա այս պահին ես մյուզիկլ եմ գրում։ Բավականին հետաքրքիր է, մենք փոքրն եմ գրում, որպեսզի մյուս տարի երևի թե դրա ամենալավ մեծ մյուզիկլը կանենք։ Հետաքրքիր, որովհետև իմ մտք իմ ստեղծագործական երազանքների ցանկում միշտ եղել է մյուզիկլը։ Ու հիմա այտենց, բայց հիմա եղած երկերով եմ անում, բայց արդեն նախատեսել եմ, որ մյուս տարի 0-ից երկեր է լինելու ամբողջությամբ եւ օրիգինալ սցենարով։ Եվ մի երգել ունենք նոր, որը նվիրված էր իմ պապայիս ծնունդին, 3 էր, ու շատ շուտով արդեն ինքը կլինի համացանցում, որը որ այո, հայրիկ-մայրիկների մասին նոր երգ ունենք, դա էլի քորնագրել։ Հա։ Գրեցինք մի խոսքով, տենց մի քիչ նաև երաժշտական ակտիվություն կտեսնեք շուտով։ Հրաշալի նորություններ են։ Այսքանը։ Բազմակողմանի։ Չէ, այսքանը չի, մենք մի խաղեր ունենք, մենք հավատարիմ մնալով մեր ավանդույթին Արևտուսով վիկենդի, մենք խաղեր ենք, երբեմն այսպես խաղում։ Այս խաղը կոչվում է ով է ձեր ընտանիքում։ Հարց ենք տալու, պետք է պատասխանեք դուք 3-ը, բայց շատ արագ։ Ով է ձեր ընտանիքում ամենամոռաց կոտը։ Ամենամոռաց կոտը Սա ես չեմ։
Ով է ձեր ընտանիքում ամենակազմակերպվածը։ Ով է ամենահումորովը։ Ես ասածներից ավելի շատ եմ խնդում։ Ով է միշտ պատրաստ նկարահանման նույնիսկ տնային հագուստով։ Պատկերացրեցի, բայց։ Ով է ամենազգացմունքայինը ֆիլմ դիտելիս։ Ֆիլմ դիտելիս Երևի որ տենց հուզիչ ֆիլմ է լինում, արդյունքաբեր իրականում իր հետ մենք հետաքրքիր է որ նույն տեղն ենք լացում ես ու Գրիգորը։ Ով է ամենից շատ ժամանակն անցկացնում սմարթֆոնների հետ։ Ճիշտ էինք նայում, պատկերացրու մի անգամից։ Ով է ձեր ընտանիքում ամենաստրեսակայունը։ Ես միշտ ասում եմ, եթե դու ներվայնանաս, նյարդայնանաս ինչ-որ մի բանից, դա քեզ օգուտ չի տալու, դա միայն վնաս է տալու։ Աշխարհում յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը։ Խնդիր կա, նստենք, մտածենք լուծումը, ոչ թե ներվայնանանք։ Սխալ եմ ասում։ Փչացնենք առողջությունը։ Ինչու փչացնել առողջությունը, եթե կարելի է նստել, մտածել, այդ ներվայնանալու տեղը ժամանակ տրամադրել, մտածել եւ գտնել լուծումը անել։ Գնացինք հաջորդ։ Իսկ ով է պատմությունները պատկերավոր ներկայացնելու վարպետը։ Որ sense լրիվ դետալներով Եթե մի բան լինի, կազամ ամբողջ աշխարհը գիտի դրա։ Ամբողջ աշխարհը իմացավ, որ, բայց ամբողջ աշխարհը չէ, 4 հոգի եմ, մի հոգի է իմացել կամ էլ։ Ամբողջ աշխարհը իմացավ, դու չպետք է sense բան լիներ։ Ամբողջ աշխարհը իմացավ։ Ով է ձեր ընտանիքի ամենասիրառատ մարդը, ի վերջո։ Սիրառատ։ Այո։ Իրար ցույց տանք։ Սերը հաղթեց։ շատ գեղեցիկ ընտանիք, շատ գեղեցիկ օրինակներով, Բայց ես ավելի շատ եմ ասում, որ ես սիրում եմ։ Կծեց վերջում, նայեք, սիրուն գնում էինք։ Շատ եմ սիրում դրա մեջ էլ սեր կա իրականում։ Շատ շնորհակալություն, որ հրավերեցի մերժեցիք ու մեր տաղավարում եք։ Շնորհակալություն անկեղծության համար։ Քեզ հաջողություններ ենք մաղթում, Ալբերտո, ու սպասում լի նորություններով։ Ձեզ էլ ստեղծագործական անընդհատ այսպես նոր մտքեր, նոր գաղափարներ, կսպասենք նաև մյուս տարվա արդեն այն նպատակային մյուզիկլային մեծ ներկայացման իրագործմանը։ Ամուսնության 18-ամյակին, 19-ամյակին տեսահոլովակներին։ Շատ Այո։ Շնորհակալություն նույնպես բոլորին լավ կիրակի, լավ ուրախ կիրակ եմ մաղթում մեր հայրենակիցներին։ Անցկացրեք ձեր ընտանիքների հետ, այդ Այո, շատ կարևոր է։ կիրակին անցկացրեք ընտանիքի հետ։ Դուք էլ Կիրակին ժամանակը եւ դուք էլ դա բայց կարող իրականացրեք։ է կա արդեն միտքը, ես վստահ եմ շատ մոտ շաբաթները չէ Գրիգոր։ Իդեալական գաղափար է։ Անտիր։ Եվ ուզում ենք ձեր թույլտվությամբ նաև մեր հերոսատողներին նույնպես առաջարկել դիտենք այն տեսահոլովակը, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք դեր 17-ամյակին նվիրված ամուսնության։ Այդ գեղեցիկ ստեղծագործությունը միասին կվայելենք, բայց դուք մնացեք մեզ հետ, մենք հյուրերին ենք ընդամենը ասում ստեղծություն, ձեզ հետ դեռ շատ կիսվելու եւ զրուցելու թեմաներ ունենք։